խաղաղություն աշխարհին։ Քանի որ սա բան է, այդ трубка мира խաղաղության ծխամորճը, գրում է խաղաղություն աշխարհին։ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ստեփանավանցի վարպետ, քանդակագործ, փայտագործ Գալուշ Չալաբյանի գործերի ցուցադրությունը։ Միջոցառմանն իրենց անձնական ցուցադրությունից ցուցանմուշներ էր տրամադրել Լոռի Փամբակի երկրագիտական թանգարանը, մյուս մասը Երևանի ժողովրդական արվեստի թանգարանը։ Վարպետ Գալոյի գործերը ցուցադրվել են խորհրդային տարիներին, իսկ վերջին տարիներին ցուցադրվել է գործերի միայն մի մասը։ Շատ կարևոր է, որ այսօր ավելի ամբողջական նմուշներն են պատկերված, որոնք շատ կարևոր են հատկապես երիտասարդների համար, երիտասարդ ստեղծագործողների համար, որոնց համար մի տեսակ վարպետաց դաս կարող է լինի այս նմուշների հետ ծանոթանալը, որովհետև Գալո Չալաբյանը ոչ միայն քանդակագործ էր, այլև մտածող է, նաև հետաքրքիր մաթեմատիկական հաշվարկներ է կատարել, որպեսզի իր ուրեմն աշխատանքները նաև շարժման մեջ գտնվեն, ինչ որ դա շատ կարևոր խնդիր է լուծել մի քանի տեսակետից։ Գալո Չալաբյանը 40-ական թվականներին Հայաստանը ներկայացրել է Մոսկվայում ժողովրդական ստեղծագործությունների ցուցահանդեսում, հայկական տաղավարում ներկայացնելով իր գործերը։ Մեզ համար դա բոլորիս համար հպարտություն է եւ հետաքրքիր էր, որ նաեւ նա ունեցել է պոետիկ ոգի, պարզունակ, մի քիչ ավելի պրիմիտիվ, բայց այնուամենայնիվ իր գործերի վրա նաեւ գրված են իր իսկ բանաստեղծությունները, որոնք խոսում են նրա նուրբ հոգու մասին եւ թվացial նրա արտաքին տեսքը, որ նայում ենք նկարներով, թվացial նա կոպիտ էսպես կոշտ դեմքով հանդերձ, այնուամենայնիվ ունեցել է նուրբ պոետի հոգի եւ այդ ներկությունը նաեւ հաղորդել է իր գործերին։ Մենք բոլորս հպարտ ենք, որ նման հայրենակից ենք ունեցել, միշտ էլ կհպարտանանք, որովհետեւ շատ կարևոր է ստեղծագործական մտածողություն ունեցող մարդկանց ներկայացնելը տեղայնացումից ավելի դուրս հանել։ Միջոցառման ընթացքում ներկաները ականատես եղան վարպետի ձեռակերտ ու յուրօրինակ աշխատանքների ցուցադրությանը։ Աշխատանքներ, որտեղ համատեղվել են պոեզիան, արվեստը, արհեստն ու ճարտարապետությունը։ Աշխեն Սուքիասյան, Ռոբերտ Գյուլզադյան, Թղթապանակ։